Իսկ հարուստներն ասում են, որ այդ մասին ոչ մեկին չպատմեք։ Այո, մի պատմիր մարդկանց քո իմացածը, նրանք պետք է աղքատ մնան։ Ռոբերտ Կիոսակի, հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ աշխատության հեղինակ։ Հայրս կրթության բաժնի վարիչ էր, գիտությունների դոկտոր։ Մի անգամ ես տուն եկա ու հարցրի նրան, ինչու դպրոցում մենք փողի մասին ոչինչ չենք սովորում։ Նա նայեց ինձ ու ասաց, որովհետև կառավարությունը մեզ թույլ չի տալիս դասավանդել այդ առարկան։ Կառավարությունն է որոշում, թե ինչ կարող ենք դասավանդել, ինչ ոչ։ Դա ինձ տարօրինակ թվաց եւ ես ասացի. Միթե մենք դպրոց չենք գնում փողի մասին իմանալու համար։ Նա պատասխանեց ոչ։ Քո խնդիրը աշխատանք գտնելն է։ Ես հարցրի, բայց աշխատանքը փող վաստակելու համար է։ Նա պատմել ոչ, դու պարզապես պետք է աշխատանք գտնես։ Ես էլ ասում եմ ոչ։ Միթե աշխատանքի իմաստը փող վաստակելը չէ։ Հայրս ասաց դու ճիշտ ես։ Եվ ես զարմացա այդ դեպքում ինչու մեզ դպրոցում չեն սովորեցնում փող վաստակել, բաց թողնելով աշխատելու մասը։ Նա շփոթվեց, բայց հետո ասաց, եթե ուզում ես իմանալ փողի մասին, ավելի լավ է հարցնես լավագույն ընկերոջդ հորը։ Ես հարցրի, իսկ ինչու պետք է Մայքի հորը հարցնեմ։ Նա պատասխանեց, Մայքի հայրը ձեռնարկատեր է։ Ես հետաքրքրվեցի, իսկ ով ես դու։ Ասաց, ես աշխատում եմ պետական հաստատությունում, իսկ ո՞րն է տարբերությունը հարցրի։ Տարբերությունն այն է, որ ձեռնարկատերերը պարտավոր են իմանալ ամեն ինչ փողի մասին։ Այլապես նրանք ձեռնարկատեր չեն լինի։ Իսկ աշխատողները ոչինչ չպետք է իմանան փողի մասին, որովհետև նրանց մասին կհոգա կառավարությունը կամ ընկերությունը։ Ես դեռ երեխա էի ու շփոթվեցի, բայց միևնույնն է, լսեցի հորս խորհուրդն ու գնացի Մայքի հոր մոտ նրա գրասենյակ։ Թակեցի դուռը, մտա ու ասացի, ես 9 տարեկան եմ, եկել եմ ձեզ մոտ ինձ փողի հետ վարվել սովորեցրեք։ Նա ասաց, գնա այստեղից փոքրիկ։ Հենց այստեղից էլ սկսեց հարուստ հայրիկի եւ աղքատ հայրիկի պատմությունը, եւ վերջապես համառության շնորհիվ հարուստ հայրիկը սկսեց ինձ դասեր տալ փողի մասին, բայց մի պայմանով։ Պայմանը հետեւյալն էր, նա ինձ երբեք չէր վճարելու։ Նա ասաց, այն վարկյանից երբ քեզ վճարեմ, դու քեզ աշխատող ես գալու։ Ծուղակը հենց այդտեղ է։ Ձեռնարկատերերն անվճար են աշխատում։ Մեկ անգամ էլ ասեմ, որ ես 9 տարեկան եմ, գլխումս խառնաշփոթ է, իսկ նա ասում է, երբեք աշխատավարձ չվերցնես, հասկացիր դա։ Ասացի լավ, պարզ է։ Բայց ինչպես գումար վաստակեմ։ Նա պատասխանեց, ձեռնարկատիրոջ աշխատանքն հենց դա է։ Ես զարմացա, ես ինչպես սովորեմ փող աշխատել։ Այն ժամանակ նա հանեց մոնոպոլիա կոչվող խաղի տախտակը, եւ ես սկսեցի աշխատել առանց վարձատրության։ Ծխախոտի մնացորդներն էի հավաքում, նա հյուրանոցներ ու ռեստորաններ ուներ, ես մաքրությամբ էի զբաղվում, կատարում էի կեղտոտ գործ։ Իսկ երբ մեծացա, սկսեցի զբաղվել գրասենյակային աշխատանքով, մարքեթինգով, հաշվապահությամբ, ըստ էության ես աշակերտ էի։ Բայց միշտ անվճար էի աշխատում եւ նա ինձ դասեր էր տալիս փողի մասին։ Բայց նրա սովորեցնելու ձևը մոնոպոլիա խաղալն էր։ Եվ մի օր էլ հուսահատվեցի ու հարցրի, թե երբ է ինձ սովորեցնելու փող աշխատել։ Նա ասաց, իսկ քո կացքով մենք ինչ ենք անում։ Մոնոպոլիա ենք խաղում։ Իսկ նա թե ոչ, մենք ինչ ենք անում։ Մոնոպոլիա ենք խաղում, իսկ նա նորից մենք ինչ ենք անում։ Ես ասացի, չգիտեմ։ Ես քեզ փող աշխատել եմ սովորեցնում։ Սկզբում դու ունես մեկ կանաչ տուն։ Փող աշխատելու բազմաթիվ բանաձևեր կան, նույնիսկ հազարավոր, բայց լավագույն տարբերակներից մեկը ներկայացված է մոնոպոլիայում, մինչև օրս։ 4 կանաչ տուն, 1 կարմիր հյուրանոց։ Ես զարմացա, ինչ։ Նա ասաց, հարստանալու լավագույն միջոցներից մեկը իրական կյանքում մոնոպոլիա խաղալն է։ 4 կանաչ տուն, 1 կարմիր հյուրանոց։ Ես հարցրի, այդքան բան։ Նա պատասխանեց, այո։ Իսկ քո կարծիքով ես ինչ եմ անում։ Ես լսեցի, չգիտեմ։ Հետո նա ինձ դուրս տարավ եւ ցույց տվեց իր կանաչ տները։ 10 տարի անց 19 տարեկանում ես սովորում էի Նյու Յորքում եւ երբ վերադարձա Հավայի, հարուստ հայրիկը ձեռք էր բերել ամենախոշոր հողատարածքը Վայկիկի Բիչի կենտրոնում։ Եվ այսօր Վայկիկի Բիչ այցելելիս կտեսնեք Hyatt Regency հյուրանոցը։ Դա նրա հյուրանոցն է։ Ճիշտ ինչպես մոնոպոլիա խաղում։ Ձեռք բերվեցին ակտիվներ, որոնք դարձան ավելի մեծ ակտիվներ։ Կարելի ասել, որ նա այդ բոլորը մաս առ մաս է հավաքել, որովհետև տվյալ պահին այդ սեփականությունն այնքան էլ մեծ չէր։ Եվ նա ստիպված եղավ գնել բոլոր փոքր հողատարածքները, որովհետև այդ ժամանակ Վայկիկին կեղտոտ փոքրիկ քաղաք էր։ Եվ այդպես նա հերթով գնաց սկզբում մի խանութ, հետո մյուսը։ Այդ ամենի համար որոշ ժամանակ պահանջվեց, բայց նա վերջո ձեռք բերեց այդ խոշոր հողատարածքը։ Որից հետո նա եւ Hyatt-ը կառուցեցին այդ հսկայական հյուրանոցը։ Գիտեք, ես վերջերս այն վաճառվեց $800 միլիոն։ Թե ինչպես ես սովորեցի փող վաստակել։ Ես ունեցել եմ ֆինանսական ձախողումներ, ինձ հարվածել են մեջքից։ Բայց դա նպաստել է իմ էլ ավելի աճելուն։
Խնդիրը մտածելակերպի մեջ է։ Մարդիկ, ովքեր վախենում են սխալներ գործելուց, ինչպես նրանց սովորեցրել են դպրոցում, երբևէ չեն զարգացել։ Մենք ընկալում ենք մեզ հետ կատարված թե լավ, թե վատ բաները, թե ճիշտ, թե սխալ որոշումները, թե վերելքները եւ թե վայրեջքները։ Մարդկանց մեծ մասը չի ձգտում ճիշտ լինել, նրանք ուզում են միայն համոզված լինել, բայց իրական կյանքում այդպես չի լինում։ Շատ մարդկանց չափանիշներով ես երբեք էլ աղքատ չեմ եղել, բայց ես աղքատի մտածելակերպ ունեցող ընտանիքից եմ, եթե հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Որովհետև հարստությունը, աղքատությունը, միջին դասը ամեն ինչ սկսվում են հիմնային վերաբերմունքից։ Աղքատությունը ժառանգական է։ Ձեզ դա ձեր ընտանիքներում են սովորեցնում։ Միջին դասը նույնպես ձևավորվում է ընտանիքներում, եւ մարդկանց, որ հենց հիմա նստած են տանը, ֆինանսական խնդիրներ ունեն, մտածում են փողի մասին կամ դժգոհ են, որ կարող են փող վաստակել, բայց զբաղվում են իրենց չսիրած գործով, դա նույնպես սովորեցրել են։ Ձեզ ներշնչել են։ Պետք է աշխատանք գտնել, տեխնաջան աշխատել, այլապես երբեք չես հարստանա, կամ հարստությունը չարիք է եւ այլն։ Դպրոցական համակարգը փող աշխատելու մասին ձեզ երբեք ոչինչ չի սովորեցնելու։ Դպրոցական համակարգը այնպես է մշակված, որ դուք դառնաք ծառայող, ինչը կարևոր է բժշկի կամ փաստաբանի դեպքում, այսինքն մասնագետ, բայց ոչ մի խոսք փողի մասին։ Իսկ ի՞նչն է պակասում մարդկանց մեծ մասին։ Իրական բիզնես գիտելիքներ, օրինակ հաշվապահությունը, պարտքերը, հարկերը։ Դուք պետք է իմանաք այդ բոլորը, բայց դպրոցում դա ոչ մեկին չեն սովորեցնում։ Ինձ հաճախ հարցնում են, ինչպես է ձեր հարուստ հայրիկը սա սովորել, եթե նույնիսկ ձեր բարձրագույն կրթություն ունեցող հարազատ հայրը դա չգիտեր։ Պատասխանը շատ պարզ է, իմ հարուստ հայրիկը, որ իմ լավագույն ընկերոջ հայրն էր, կորցրել էր հորը, երբ 13 տարեկան էր։ Այսպիսով նա 13 տարեկանից ստիպված էր զբաղվել ընտանեկան գործերով։ Նա ստիպված էր թողնել դպրոցը, ինչը նրա համար օրհնություն էր։ Գիտեք, երբեմն օրհնությունը բոլորովին էլ օրհնության նման չի լինում, բայց վերջում պարզ է դառնում, որ դա օրհնություն էր։ Եվ նրա ուսուցիչները դարձան նրա հաշվապահները, նրա փաստաբանները, նրա բանկիրները, նրա շարժգույքի գործակալները։ Այսպիսով նա իրական ուսուցիչներ ունեցավ։ Ոչ այն կեղծ ուսուցիչներից, որոնք դպրոցում են։ Դպրոցի ուսուցիչներից շատերը զուրկ են ճիշտ վարվելակերպից։ Նրանք դասավանդում են առարկաներ, որոնցից գործնականում տեղյակ չեն։ Ես ուսուցչիս ասացի, գիտեք, արդեն 3-րդ տարին է մաթեմատիկական անալիզ եմ սովորում։ Դա կոչվում է նյութերի դիմադրություն։ Ես հարցրի, այս առարկան ինձ երբևէ պետք գալու է։ Ոչ։ Ես էլ ասացի, իսկ ինչու եք դասավանդում։ Նա ասաց, ինձ դրա համար վճարում են։ Հարցրի, իսկ ձեզ երբևէ պետք եկել է։ Նա ասաց, ոչ։ Այդ պատճառով էլ կարևորագույն խորհուրդներից մեկն այն է, որ մարդիկ իրական ուսուցիչներ ընտրեն եւ ոչ թե կեղծ։ Որովհետեւ կեղծ ուսուցիչները երբեք չեն անում այն, ինչ սովորեցնում են։ Իսկ իրական ուսուցիչները ամեն օր դրանով են զբաղվում։ Իմ հաշվապահները, իմ փաստաբանները ամեն օր իրենց գործով են զբաղվում։ Հենց այդպես էլ ես նոր բան եմ սովորում, ամեն օր ես նոր խնդիրներ եմ լուծում։ Եվ իմ կողքին կան հաշվապահներ, փաստաբաններ, բանկիրներ եւ մի շարք մարդիկ, որովհետեւ ես խնդիրները իմ թիմի հետ եմ լուծում։ Դուք ձեր գիտելիքները կիսում եք բոլորի հետ։ Այո, իսկ հարուստներն ասում են, որ այդ մասին ոչ մեկին չպատմեք։ Այո, մի պատմիր մարդկանց, ինչ գիտես, նրանք պետք է աղքատ մնան։ Բայց ցավոք աղքատությունը հայտնի է մեզ դեռ Աստվածաշնչից, թեև ես հավատացյալ չեմ։ Աղքատները միշտ էլ լինելու են, որովհետև այդ ամենն այստեղից է սկսվում։ Դա մտածելակերպի հարց է։ Գիտեք, դա նրանց խոսքերում է, իսկ խոսքերը նյութականանում են։ Ես հավատացյալ մարդ չեմ, ժամանակին ինձ նույնիսկ վռնդել են Կիրակնորյա դպրոցից։ Բայց երբ ասում են, որ ինչ-որ բան չեն կարող հաղթահարել կամ չեն կարող անել, այդ պահին նրանք հանձնվում են, դառնալով այն, ինչ ասում են։ Իմ զարգացած հայրը ինձ ասում էր, ես ինչ եք հո կարծիքով փող եմ տպում։ Ես չեմ կարող դա ինձ թույլ տալ։ Իսկ իմ հարուստ հայրը կասեր, դրա համար նա աղքատ է։ Աղքատ մարդիկ ասում են, ես չեմ կարող, ես չեմ հաղթահարի, ես ժամանակ չունեմ, դա փախուստ է։ Շատ ավելի հեշտ է ասել, ես չեմ կարող։ Իսկ ինչ էր ասում ձեր հարուստ հայրիկը, ես չեմ կարող հաղթահարելի փոխարեն։ Ինչպես կարող եմ հաղթահարել։ Ինչպես կարող եմ անել դա։ Ինչ է ինձնից պահանջվելու կամ ինչու պետք է դա անեմ, նա ասում էր, հարցը բացում է քո միտքը, իսկ պնդումը փակում։ Այնպես որ երբ դու ասում ես, ես դա չեմ կարող, քո միտքը փակվում է եւ դու դառնում ես այն, ինչ ասացիր։ Ռեգբին թիմային խաղ է, ինչպես է ֆուտբոլը, միայն կանոններն են տարբեր։ Ոմանք, օրինակ գոլֆիստները, միայնակ են խաղում։ Այնպես որ մարդիկ տարբեր են։ Ֆինանսական առումով իմ խաղը առաջին հերթին բիզնեսն է, իսկ հետո անշարժ գույքը։ Ես երիտասարդներին միշտ ասում եմ, գտեք ձեր խաղը։